Թալանչիները ինքն այսքան Բեգլարյանը հարց է տվել, թող մյուս լրագրողներն էլ հարցերը տան։ Ես եմ որոշում, ես ոնց եմ, մենք մեր Հիմա ես ուզում եմ մի հատ հարցել ինքը էլի տա։ Այսինքն դուք եք ուզում որ մենք հարց տանք, թե ոնց։ Եկեք մենք որոշենք։ Կարող է հարց ենք տալիս, բարի եղեք հարցին պատասխանեք։ Ասեք։ Թալանչիները ովքեր են։ Թալանչիները հայտարարել եմ ստեից։ Այս դռների հետևից հայտարարել եմ։ Թալանչին, ով Արցախից։ Նիվարկյան պատասխանեմ էլի, ով Արցախից։ Այսինքն խոսում է ներդրումային հիմնադրամի, խոսում է քաղաքաշինության նախարարության, խոսում է գյուղնախարարության, բոլոր ոլորտների մասին էլ խոսում է գյուղաճակցության հիմնադրամի, այսինքն այդ բոլոր կառույցներից վերցրածը ինչը որ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, այսինքն նայեք, խնդիր կա, մեծ խնդիր ունենք, որի մասին չենք խոսում, չենք քննարկում, պատճառը որն է, որ դրա մասին չենք քննարկում, նայեք, մենք ստե որտեղ որ էթում ենք, ինչ հարցով որ էթում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը խնդրում, ասում մեր ժողովուրդը հայտնվում է սոցիալապես վատ իրավիճակում, խնդրում ենք մի ձև տեր կայնեք, մենք այդ նույն ձեր ազգակիցն ենք, այդ նույն հայն ենք, այդ նույն կապույտ ազնագիր կրողն ենք ու բացի դրանից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության թե սոցիալապես, թե անվտանգային առումով երաշխավորը, այսինքն մենք որ էթում ենք ընդե մեկ էլ տենում ես տակը, ասենք տվյալ թեկուզ դու քո իսկ գնացած վիդեոն որ նայում ես, մարդ ես ինտերնետում շոշափում է, էլի, տենում ես տակը մեր հայաստանաբարակ բնակ քույրերն ու եղբայրները գարառում են կատարում Գնացեք ըստեից, գնացեք ընդեից, գնացեք Մեզ էլ են պատասխանեմ։ Այսինքն գրում են, ասում գնացեք ձեր այս ինչ թալանչուց, այն ինչ թալանչուց, ու մենք էլ որ սենց ֆռում ենք, տենում ենք որ իրականում նայեք, դա չի ասում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Այդ ասում է քո հորքուրի տղան, մորքուրի տղան, հոպարի տղան, հնարավոր չչասի։ Հնարավոր չչասի։ Ուրեմն եթե չեն ասել, ուրեմն խելք չունեն որ չեն։ Պարոն Սարգսյան։ Մի վարքյան էլի կներեք, այդ ինչ անշկամ խելք չունեն որ։ Որովհետև փաստացի թալանը եղել է։ Նախ իմ հետ կապված օրինակներ մի բերեք իմ հարազատներից, ձեզ ոչ մեկ իրավունք չի տվել։ Օրինակ եմ բերում այնքան, հիմա չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Պարոն Սարգսյան։ Չես ուզում օրինակ բերեմ, չեմ բերի։ Պարզ խոսում եմ, եթե ուզում ես պարզ խոսանք։ Մաքուր խոսալն ես սիրում, թե պրոստը տակ ենքա որ բանավեճ։ Ես արտահայտվում եմ։ Չեք կարծում որ դա իշխանությունների կողմից, ԿՊԱ-կանների կողմից ուղղորդվում են այդ կոմենտները։ Ոչ։ Բա ինչ։ Իրանց կողմից ատելություն Ես տենում եմ իմ հալալ հորքուրիս աղջիկը էտի գրել է։ Ես ոնց է տես կարամ պատկերացնել։ Հորքուրի մորքուրի եւ դիմացինի հորքուրի մորքուրին եք մեղադրում, բայց ներկայիս իշխանությանը չեք մեղադրում։ Ներկայիս իշխանություն ոչ մի իշխանության հասցեի այս պահի դրությամբ արտահայտություն չի արվում։ Իշխանության հետ կապված իմ level-ը չի պատկանում դրան, որ ես իշխանության հասցեին որևիցե մի հատ արտահայտություն Լիազով ոչ վիրավորելուն։ Ես կյանքում ինձ թույլ չեմ տա ոչ մի հորքուրի, ոչ մի մորքուրի։ Ինչքան էլ խուսափեք այսօր լծակներ եւ իշխանություն ունի կառավարությունը, ուզեք թե չուզեք անուններ տակ, մուրճը իրենց ձեռքում է, մեղը իրենց ձեռքում է։ Այսինքն հասցեատերը նրանք են, ինչքան էլ շարքային քաղաքացիների վրա բարդեք եւ այլն։ Հիմա դուք պատրաստվում եք ճիշտ հասցեատ տիրոջը դիմել ճիշտ հարցադրումներով։ Ոնց եք պատկերացնում, եթե մենք ուզում ենք դիմենք Հայաստանի Հանրապետության դատախազություն, քննչական կոմիտե, ԱԱԾ, դաշե հարցեր կան։ Հարց կա։ Դուք ասում եք որ Հայաստանը կառավարության մոտ կամ նույն դատախազության մոտ։ Մի հատ նորից կրկնեք էլի խնդրում։ Այն վճռականությամբ, որ եկել էիք այստեղ, ամսի 18-ին, ինչու այդ նույն վճռականությամբ չեք գնում դատախազություն, կառավարություն, հատուկ քննչական։ Մի քիչ ավելի ուժեղ վճռական ձևով ենք եթալու, հաստատ իմացեք էդի։ մի բան Պարոն Սարգսյան, ամսի 18-ին Ակցիայի մասնակիցները եւս Թալանի մասնակից են։ Կոնկրետ անուններ Ակցիայի մասնակիցների մասին 24 նյուզը ստեղ է։ Խիբա, ես կուզեմ եկեք էլի այն օրվա սխալները մի թույլ տվեք։ Չէ, կներեք, հիմնավոր եմ խիեմ ասում։ Հիմնավոր եմ խիեմ ասում։ Մի թիրախ։ Մանավանդ եթե ներկա չի այդ լրատվական միջոցը մի թիրախ։ Ես տեսել եմ, որ լրատվականում գրել է, որ իմ անձամբ իմ անունը շոշափելով, որ 60 միլիոն մեղվաբուծություն, 15 միլիոն դրամ չգիտեմ ինչ։ Տեսեք ինչ եմ ասում, այդ տվյալ թղթաբանությունը որ տանք, այսինքն որը որ տված է արդեն, իրանք որ շեշտել են, այս պահի դրությամբ ներդրումային հիմնադրամի սաղ ժոսկի դիսկերով, այդ գրիչ համակարգերով բոլորը, ասենք, այս պահի դրությամբ գտնվում է Հայաստանի Հանրապետության համ քննչական կոմիտեի ձեռին։ Նույնիսկ դատախազության ձեռը։ Եթե իմ հասցեին
հենց հիմա պատասխանատու ձևով հայտարարում։ Եթե ինձ վերաբերյալ որևիցե մի հատ դրվագ կա, խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից դատախազությունից պահանջում հրապարակել ես պատմության ընթացքում 30 տարեկանում 30 տարվա ընթացքում մի անգամ օգտվել եմ Արցախի, ես ունեցել եմ մեծ շինարարական կազմակերպություն, բոլոր շինարարական կազմակերպություններն դե մեծամասնությունը ստացել է 10 միլիարդ, 15 միլիարդ դրամ որպեսզի աշխատեն, այսինքն փող են տվել, որ աշխատեն։ Իսկ իմ պարագայում ես ունենալով քաղաքաշինության նախարարությունից, իմ կազմակերպությունը ունենալով քաղաքաշինության նախարարությունից 70-60 տվյալ պահին ինչքան որ կլներ 40 միլիոն դրամ ստանալու փող, այսինքն կատարողական ակտերից ներկայացած, որ պետք է գումարը ստանայի, ինձ վերևներից տեղեկացնում են, որ այս պահի դու ասում փողոց փոխանցեք, էլի Հայաստանաբանակ մեր աղբերներից ես մատերիալ եմ առել, բերել որպեսզի Ղարաբաղում օգտագործում, մարդուն օր եմ ասել, այդ փողը պետք է տամ, բառացիորեն ցես բացատրեմ, որ հասկանաք։ Այդ փողը փոխանցեք, որպեսզի սուտ դուրս չգա խոսքս։ Ասում այս պահի դուրությամբ քաղաքաշինության նախարարության բյուջեում չկա գումար։ Բայց էսա ասեմ ներդրումային հիմնադրամից մի 15 միլիոն դրամ 15 միլիոն դրամ տան, ըտից կկտրեն կփոխանցեն ընդե։ Տվել են։ Հասկանում Ով ա ձեզ նման բան ասել։ Մի րոպե, ասեցի արդեն, Ասացիք ղեկավար։ անուն չեմ տալիս, տվյալ մարդը ոշում, այսօր ասենք սիտուացիան ուրիշ ձև է, մի րոպե կպատասխանեմ։ Նայեք, 15 միլիոն դրամը տալիս են, տեղը 60 միլիոն դրամը, որը որ պիտի տային, մինչև այսօր, առ այսօր, քաղաքաշինության նախարարը հիմա վերևը նստած մեր հարգարժան պարոն Սարգսյանը, Արամ Ալեքսեևիչը, հենա վերևը նստած ու Արցախի ներկայացուցչությունում որպես պետնախարար, կարակ մոտիկանաք հարցը ուղղեք, պատասխանեք։ Բայց Շահրամանյանը Իմ անձամբ իմ հասցեին, այդ ում հասցեին, որ ասել է Յուրի Մուսայելյանի հասցեին ասած 46 միլիոն յուրի վերցրել ես ու 1000 դրամ չես տվել։ Սանցը սոցիալական էջի եւ իր գարառուններին կծանոթանաք, այն ինչը որ ինքը վերցրել է, ինքը ասում է, որ վերցրել եմ, խնդիր չկա դրա մեջ։ Բան չեր ասում, չէ՞։ Ես էլ կողքից արտահայտվել եմ, եթե ուշադիր եք եղել, բարձրախոսը ձեռս արտահայտել եմ, ասել եմ հենց յուրայից է սկսի։ Եկեստեք այն էլ է, բողոքում է, ուրեմն ինքը դրան կողմ է, հենց իրանից է սկսեք։ Հասկանալի արտահայտում։ Իսկ ինչը վերաբերում է իմ մասով, նորից եմ ասում, խնդրում եւ պահանջում, թող հրապարակեն։ Ես այն օրը շեշտեցի, ասում, ինձ նույն, եթե խոսքը գնում է 15 միլիոն դրամի մասին, իմ ընդհանուր կապիտալի, ընդհանուր եղածս մոտորապես կազմել է 100-150 միլիոն դրամի, ասենք միլիոն դրամ արժողության ինձ ունեցվածքով, սենց տնով, ֆերմայով, կալոնկով, այսենց ունեի։ Այսենց ունեի։ Եթե խոսքը գնում է 15 միլիոնի մասով, ես ձեզ հավաստիացնում, իրանք 6 անգամ 15 անես, հիմնավորում ես, պատասխանատու ձևով հայտարարում եմ, ու ով երբ ուզենա, թող զանգի գամ նույնը տաղավարից հայտարարեմ, ու նորից եմ ասում, պատասխանատու ձևով, 6 անգամ 15 անես, այդքան իրանք, այսինքն պետությունը, Արցախի հանրապետությունը, լուծարվելուց հետո ասում է փողը չկա։ Եթե փողը չկա, 60 միլիոն դրամը ստա, ինձ չպետք է տա, դե ինձ նամակ ունեմ գրած, որ խնդրում եմ, ինձ փոխանցվելիք, քաղաքաշինության նախարարությունում գրել եմ, կոնկրետ գրառում եմ կատարել, ինձ փոխանցելիք, այսինչ գումարից, խնդրում եմ, այսքանը տրամադրել Արցախի ներդրումային հիմնադրամին։ Այսինքն, պետության մեջ կա 60 մեշոկ, այս մի մեշոկից տվել են ինձ, այս մի մեշոկով ուզում եմ փակեն ու պլյուս դրան, տես ինչքան են գեղեցիկ դասավորել, որ ես մի հատ էլ իմ ստանալի գումարս թողեմ, ստից վերցնեմ 15 միլիոն դրամ, տանեմ 16 միլիոն, 17 միլիոն դրամ տոկոսը հետը, ընձնից պահեն վերցնեմ։ Ովքերի տակ եք ընկել, այսինքն դրա։ Այսինքն իրանց սխալ գործունեության արդյունքում եմ ես որոշ գումար կորցրել, բայց հիմա փաստացի որոշ չեմ կորցրել, ամբողջն եմ կորցրել։ Ավարտեցեք մի բան։ Իսկ ինչը վերաբերում է մնացածի մասով, այն օրը ստեից հայտարարել եմ, նույն կերպ վարվել է Արցախի հանրապետությունում եկեղեցու առաջնորդարանը։ Ասեմ իմանաք, ստեից հայտարարել եմ, հիմա էլ պատասխանատու ձևով ասում։ Հաստատ ունեմ պայմանագրերը իմ մոտ կա, այո, Վրթանեսը։ Դատախազություն չեմ ներկայացնում, որովհետև ես ինքս սաղ կյանքս ոչ գնացած եմ, ոչ ներկայացրած եմ, ես մի րոպե պրծնեմ։
Մի րոպե պրծնեմ։ Պայքարողը ես չեմ, ես բացատրում եմ, որ պայքարողը դու ես։ Նիվական դուք Էլի գնա Թալանի հետևից։ Դուք հանցագործության մասին Չէ, հայտարարություն չէ, ինչ ճիշտ հասկացեք։ Ձեզ չեմ ասում, Պարոն Ես Սարգսյան, բացատրում որ պատասխանատուն պայքարողը դու ես։ Գնա, քեզ մերժել են, մենք էլ գանք։